Տիկին Ակոբյան, 3 հրապարակված քաղաքացիական պայմանագրի համամասնական ցուցակը, բարձր որ այն գլխավորն կողքաշինը ստեղծան ինքնին վերջեր վարչապետ թեկնածու, բայց ցուցակի առումով կարծես թե որևէ ճանապարհ չկա, հին դեմքերով մասնակցում եք ընտրությունների, ինչու փոփոխությունների չգնաց քաղաքացիական պայմանագիրը դեմքերի առումով, ինչն էր հարցը այստեղ։ Շատ լավ։ Մենք միշտ էլ ասել ենք, որ որևէ այդպես աշխարհացուն անակնկալների մի սպասեք, որովհետև ողջ այս process-ը մեր ցուցակի ձևավորման եղել է ձեր աչքի առաջ, կհիշեք, որ նախ մարդիկ ով ցանկություն ուներ լինելու պատգամավորի թեկնածու հայտ էր ուղարկել, հետո մենք վարչությունը արդեն շատ երկարատև դուք եք տեսել եք նաև վարչապետի հրապարակած տեսանյութերով այդ թեկնածուներին լսել է, հաստատել է ցուցակը, հետո երկրորդ փուլ ենք ունեցել ընտրությունների եւ այսինքն այն մարդիկ են, որոնք ցանկություն ունեցել են լինելու քաղաքացիական պայմանագրի ցուցակում եւ որոնք նաեւ անցել են մեր համաժողովի, մեր կուսակցականների ֆիլտրով, ստացել են համապատասխան ձայներ եւ ըստ այդմ ռեյտինգը ձևավորվել է։ Սա է։ Իսկ նոր դեմքերի մասով դուք նաև անգամ 50-յակում կտեսնեք նոր մարդիկ, նաև երկրորդ 50-յակում մեր ցուցակի կան նոր մարդիկ, կան մարդիկ, որոնք ցուցակում են, բայց ցավոք ներքև են, այսինքն գործող պաշտոնյաներ, շատ նորմալ թափանցիկ process-ը տեղի ունեցել, որի արդյունքում ձևավորվել է մեր ցուցակը։ Եվ եթե կարելի է վարկանիշային, հա, այսինքն ցուցակը ձևավորվել է վարկանիշները հաշվի առնելով, հա, թեկնածուների ճիշտ հասկացա։ Ոչ, ցուցակը ձևավորվել է համաժողովի մասնակիցների, մեր կուսակցականների, ընտրողների ստացած քվեներով։ Ընտրողները քվեարկել են, եթե հիշում եք, սկզբում 280-ից ավել ցուցակում թեկնածուներ կային, ընտրել է իր ցանկացած 50-յակին, հետո արդեն ձևավորվել է ամբողջ ցուցակը եւ առաջին 50-յակը մեկ անգամ եւս մենք քարոզարշավ ենք ունեցել, որին եւս հնարավորություն եք ունեցել հետևելու եւ ապա նորից քվեարկություն եղել, որպեսզի առաջին 50-յակը եւս ձևավորվի ավելի ռեալ ձայներով։ Ներառում էր, որ արդյոք Տիգրան Աբինյանի ներողություն Տիգրան Աբինյանի վարկանիշը ԿՊ-ում նվազել է, որ նա հայտնվել է 50-յակում։ Հարցը դա էր։ 50-յակում հայտնվելը խոսում է վարկանիշ ունենալու մասին եւ բարձր վարկանիշ ունենալու մասին։ Առաջին 50-յակը ամենաշատ ձայներ հավաքած մարդիկ են։ Ես չեմ ուզում հիմա համեմատական անցկացնեմ, թե նախկին ցուցակում պարոն Աբինյանը որ երրորդն էր, այս ցուցակում որ երրորդն է, որտեղ նախորդ անգամ չի եղել այս վարկանիշավորումը կուսակցականների կողմից, այլ վարչությունն է որոշում կայացրել։ Այս անգամ այլ կերպ է տեղի ունեցել ձևավորումը, դրա համար համադրելի դեպքեր չեն, էլի, որ ասենք այն նախորդ անգամ համաժողովը գտել էր, որ X թեկնածուն օրինակ երրորդն է, այս անգամ 50-երորդն է նվազել է, տարբեր կերպ է տեղի ունեցել ձևավորումը։